ժողովուրդ ջան, մի սենց բառ կա, նավս, Աստված չանի այդ բառը մեկին կպնի, որ կպավ էլ պոկ չի գալիս, երբ ազանգողը նշեց, թե Շամշան շուտ հասի Շիրակի փողոց, թիվ 78 հասցե, ստեղ Հոնդա Մակնիշի մեքենան կրակի ճիրաների մեջ խեղդվում է, չէի մտածում, թե ինչի եմ ականատես լինելու, ավելի ճիշտ, ինչ եմ լսելու, այդ ձեր ցավը տանեմ, պարզվեց, որ Հոնդայում ազգային ժողովի առաջվա պատգամավոր Մեհեր Սահակյանի անչափահաս որդին է եղել իր ընկերոջ հետ, ինչ որ բան այդ անուն ազգանունը ասեց, այո, հենց Մեհեր Սահակյանն էր 2025-ի հունվարի 13-ին մեքենայով գահավիժել ձորը ու մահացել, հիմա էլ փաստորեն որդուն է փորձանքն այցելում, նավս ասելով, հենց սա նկատի ունեմ։ Չնայած, եթե անկեղծ լինենք, նավսը ստեղ կապ չունի, ինչու պետք է 15 տարեկան դեռահասները, որոնք չունեն վարորդական իրավունքի վկայական եւ առհասարակ իրենց տարիքը չի մեքենա վարելու, նստեն Հոնդայի ղեկին ու փողոցներով ճախրեն։ Մենք էլ զարմանանք, թե ինչ հանգամանքներում է Հոնդայի վարորդը դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթեսյանը, որից հետո մեքենայում հրդեհ է բռնկվել։ Դե արի հասկացի, թե մեքենա վարելիս երեխու խելքին ինչ է փչել, բայց որ հետևանքը սա է, փաստ է։ Այդ տենց էի մտածում մինչև այն պահը, երբ մեր տրամադրության տակ հայտնվեցին վթարի բացառիկ կադրերը։ Տեսակ չէ, ինչ տեղի ունեցավ, եթե իրեղեն ապացույցը ձեռքներիս տակ չլիներ ու Հոնդայի վարորդը արդարանար, թե ինչ որ մեքենա խոչընդոտ է ստեղծել, չենք հավատա, կասենք ստից ասում է, որ տակից դուրս գա, բայց հենա պարզ երևաց, որ այո, ամենագնացը կարծես թե խոչընդոտեց Հոնդայի վարորդի շարժը, թեև եթե վերջինը ունենար ոչ մեծ արագություն, այս վթարից կլիներ խուսափել, բայց եղավ այն, ինչ որ եղավ, իսկ հետևանքները թե մարդկային, թե ժեշտի առումով թեթև չէին։ Երեխայք էին։ Նրանց վիճակը եղել է ծանր, բայց շնորհիվ բժշկական կենտրոնի բուժանձնակազմի երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկել։ Պարզեցի, որ Արմանը ազգային ժողովի Հայաստան խմբակցության վաղամեռիկ պատգամավոր Մեհեր Սահակյանի որդին է, թե երեխաներից որ մեկն է եղել մեքենայի ղեկին, քննչական մարմինը կպարզի։ Կպարզեն ու կստուգեն, որպեսզի հաջորդ անգամ ղեկին նստեն 18 լրանալուց հետո։ Օրենքը օրենք է բոլորի համար։ Բահալը միստեղ նայք, ինչ եք տեսնում, հա, դպրոցա, Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4-րդ դպրոցն է, որի մի քանի պատուհաններ սետկայի էին վերածվել, այո, իրավացեք, այստեղ շատ թեժ է եղել, հրազեն է կիրառվել, բայց այդ մասին Վաղարշապատի համայնքային ոստիկանները չգիտես ինչու, Արմավիրի մարզի քրեական ոստիկաններից են տեղեկացել, ու սա այն դեպքում, երբ այս դպրոցը գտնվում է Վաղարշապատի համայնքային ոստիկանությունից մի քանի 100 մետրի վրա, ինչպես կասեր կարգին հաղորդման հերոսը, լավ չեք աշխատում։ Այն ապակինա, չէ։ Մեկ էլ առաջի հարմիր կան։ Էլի կրակը դրանց է։ Էլի հա, կրակացա։ Մարդը չի դուժե, չէ։ Հա, լավ է, կարևոր է։ Գիշերը երկուսին այո։ Գիշերը երկուսին, հա։ Օ, հետո։ Այսինքն, ստեղ երրորդ համաշխարհայինն է ծավալված եղել, բայց արի ու տես, որ Վարշապատի համայնքային ոստիկանները ուխտի ականջում քնած են եղել։ Ինձ էլ եթե ազանգողը չբացահայտեր ողջ եղելությունը, ով գիտի, հիմա հրազենի գործադրմամբ այս պատմությունը կգրվեր սառույցին, բայց իրավապաներին մի լավ թափ տվինք ու վերջապես իրար եկան։ Մասնավորապես պարզեցին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Պարզեցին մասնակիցների շրջանակը ու ժամեր անց ոստիկանություն բերման ենթարկեցին 6 հոգու։ Հեսա, հենա, վերևը, Շուշենա։ Այսա, կրակոցն, այսա։ Տենում ես լավա եռագույնից բան չի եղել։ Հիմա, եթե ասեմ, որ միջադեպի հետ շոշափվում է Էջմիածնի նախկին քաղաքապետերից մեկի բարեկամի անունը, շատ չզարմանաք։ Դժվար թե Դիանա Գասպարյանի հետ այլ քրեական ու դժբախտ պատմություններ են կապվում,
կինեմե ասել է, բայց մինչև իրավապանները վերջնական կպարզեն եղելությունը, ասեմ, որ միջադեպի առնչությամբ ոստիկանությունն բերման ենթարկվել 49-ամյա Վարդան Սարգսյանը, 24-ամյա Հենրիկ Աթոյանը, 25-ամյա Հակոբ Հակոբյանը, 23-ամյա Էդգար Հակոբյանը եւ 28-ամյա Սամվել Ժամկոչյանը։ Քրեական ոստիկանները լուսաբացին հայտնաբերել են նաև 6-րդ մասնակցին, ինչպես նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։ Մալադեց, տեսնում եք, որ ուզում են, աշխատում են։ Այս տունն էլ է, տանապակին էլ է, այսի 34, այսինքն եկա ռազմբիրա եղել էլի։ Ռազմբորկա եկա։ Արունա։ Սա երի պարկուշն են գտել էլի։ Լավ, նախկին պաշտոնյաների բարեկամներին հանգիստ թողնենք ու տեղափոխվենք մայրաքաղաքի Հովսեփ Էմին փողոց, որտեղ ճիշտ է, կրակոցներ չեն ընչել, բայց հետևանքները շատ ավելի ողբերգական ու սահմռկեցուցիչ են եղել։ Եվ ուրեմն երեկոյան 20-20-ի սահմաններում Երևանի քրեական ոստիկաններն ու համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստանում, թե նշված փողոցի տներից մեկում դիկ է։ Տեղում պարզում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ինչու՞, որովհետև նշված տանը հայտնաբերում են կնոջ դի։ Բնականաբար, առաջինը ինչ պետք էր պարզել, թե ով է եղել մահացածը։ Պարզվեց այս տան բնակիչ 60-ամյա Լուսինեն։ Հաջորդ հարցը այն էր, թե ինչն է եղել պատճառը։ Նման հարց երբ իրավապաններին տալիս ես, միանգամից լեզուն կուլ են տալիս, ձևանում են համր ու սկսում են կակազել։ Դրա համար հարևանների շրջանում փոքրիկ հարցախուզ անցկացրի, նրանք էլ չբացառեցին, որ կինը կարող է սպանված լինել։ Թե ինչ նկատի ունեին, չմանրամասնեցին, բայց դե հաստատ իրավապանների հետ իրենց մտքերում կիսված կլինեն։ Հետո արդեն ժամեր անց, երբ դիակը զնվեց դատաբժշկի կողմից, պարզ դարձավ, որ կնոջը սպանել են դաժան ու սահմռկեցուցիչ եղանակով։ Մարմնի վրա առկա եղել 25-ից ավելի սուր կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքեր։ Իսկ թե ինչն է եղել 60-ամյա կնոջ սպանության դրդապատճառը, տեղեկատվությունը մեզ հասանելի երբ լինի, անպայման ձեզ հետ կկիսվենք։ Էլվոնս կլիներ, ողբերգական ավտովթարի ազանգով հասնենք դեպքի վայր ու չհանդիպենք խորհրդային ու ռուսական արտադրության մեքենաների։ Առաջարկում եմ, որպեսզի այս արտադրության մեքենաների հաշվառ կատարվի, որը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել, թե առաջիկա տարիներին մարկային ինչ մասշտաբի կորուստներ ենք ունենալու։ Հա, բա էլ ինչ ասեմ, ժողովուրդ ջան, սրանց մասնակցությամբ գոնե վերջին ժամանակահատվածում չեմ հիշում մի վթար, որ ողբերգական ավարտ չունենա։ Միզո 3 վիրավոր, չէ՞։ Այսը դիմապակինա։ Էսի հավանաբար ավտոներից մեկի այդ Պահեստային անվադողն է, էլի։ Իհարկե, կարող է։ Նենց են իրար ողջագուրվել, որ մի 100 մետր ռադիոսով ինչ ասես գետնին թափված չէր։ Անվահեծանը ինչա, որ չլինի։ Դեպքը տեղի է ունեցել Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր Շաղապ ճանապարհին Իրիկնադեմին։ Ավելի ստույգ ժամը 19-ի սահմաններում երկու մեքենաների վրա այնքան վնասված կար, որ մարդ չէր էլ հասկանում, թե ինչ աստեղ կատարվել կարճ ժամանակ առաջ։ Հավաքվածներից ոմանք ասում էին, թե մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց, բայց այդ վարկածը դեռ պետք է ժամանակային քննություն բռնի։ Երբ ասացին, որ այս կարգի վթարի հետևանքով ճիշտ է, 4 հոգու տեղափոխել են հիվանդանոց, բայց զոհեր չկային, շատ ուրախացա, բայց ցավոք, ինչպես հաճախ ապատահում, ուրախությունը կարճ տևեց։ Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, հիվանդանոցից ծազանք ստացվեց, որ վիրավորներից 1.5 տարեկան տղան գիտակցության չգալով մահացել է։ Ահա որ է ժողովուրդ ջան, թե ասա քանի անգամ ենք զգուշացրել, որ հատկապես նման կարգի մեքենաներ վարելիս առավելագույն զգոնություն ցուցաբերեք։ Տարիքով մարդ էլ կա, չէ՞, վիրավորների մեջ էլի։ Աբիրոսով հեռու աղբեր։
Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհը 5 մատից պես գիտեմ, ոնց չիմանամ։ Տարիներով հարուստ գործնեությանս ընթացքում ստեղ երևի մոտ 150 անգամ եղել եմ։ Իհարկե շատ կուզեի, որ ուտել խմելու համար գայի, բայց դե գործից բնույթին տեղյակ եմ։ Հերթական անգամ ոչ ուտել խմելու նպատակով ստեղ եկա առաջին հանրապետության օրը, մայիսի 28-ին։ Կեսգիշերից 20 րոպե առաջ ահազանգ ստացա, թե նշված ավտոճանապարհի 55-րդ կիլոմետրին իրար են բախվել Հոնդան ու Օպելը։ 5 վիրավոր, 2-ին տեղափոխել են Երևան, որ 4-ին Երևան տարան, որտեղ մենք այնտեղ ստեղելի է շուտ մահով դեպք եղել։ Հիմա կասեք Շամշան, այս ներկայացվող դեպքն էլա ողբերգական ավարտ ունեցել, որ ասում է ստեղ շուտ էլա մահով դեպք եղել։ Ցավոք, այո, այս կարգի բախման հետևանքով հնարավոր չէ զոհ ունենալ։ Սակայն մինչ այդ մասին խոսելը ասեմ, որ չնայած տեղանքը ամայի էր, բայց մեքենաների բախումից կար ժամանակ անց ստեղ ուսի տված աշխատել են սրտացավ քաղաքացիները, աշտարակի փրկարարներն ու աշտարակ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մարդիկ իրանց ճանապարհով գնան ու հենց նման հոգատարության շնորհիվ է, որ հիվանդանոց տեղափոխված 5 հոգուց միայն մեկը մահացավ եւ իսկապես գոնե Օպելը հաստատ պետքա դառնար մետաղե ջարդոնի ընդունման կետի փայ։ Պատմեցին, որ փրկարարները վիրավորներից երկուսին մեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա, իսկ բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հետո տեղեկացանք, որ աշտարակ բժշկական կենտրոնից նրանք ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Ժամեր անց Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության ապարանի բաժին, որ վիրավորներից 55-ամյա Գայանեն դիտակցության չգալով մահացել է։ Չկա արգելակման տեղեր չկա, չէ՞։ Կարող է մի քիչ ճիշտ չհնչի, բայց շատ էինք ուրախացել, որ այս շաբաթ չենք ներկայացնի ինքնավթարի դեպք։ Եթե հիշում եք, վերջին 4 ամիսներին չի եղել մի թողարկում, որ գոնե 2 ինքնավթարի դեպքի մասին չպատմենք։ Ցավոք, ուրախությունը երկար չտևեց, ու դրան խանգարողը գլխակեր BMW-ի վարորդն էր, որը օրը ցերեկով ավելի ստույգ 10:40-ի սահմաններում աշտարակ Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մի քանի պտույտ շրջվելով գլխի վայր հայտնվել ձորակում։ Քանի մետր ատենցեք է։ Պետյանը ջուրա չէ սաղ։ Երբ տեղեկացա, որ BMW-ում գտնվել են չափահասության տարիքը նոր բոլորած 18-ամյա Աշոտ ու նրա հասակակիցներ Հարությունն ու Դավիթը, ինչպես նաև անչափահաս 16 տարեկան Ռաֆայելը, ինչպես ասում են, փազլը սկսեց հավաքվել։ Պատկերացրեք, երիտասարդներ, տաք հայրուն, հետն էլ BMW, որի վարորդներից հաճախ եմ լսում, թե բա Շամշան, որ այդքան ասում ես գլխակեր BMW, այլ որ եթե քշել իմանայր ու BMW-ի ղեկին նստեր, դու էլ ոդկդ գազի ոտնակից չէիր անի։ Նմաններին պատասխանը մեկն է. օրինապահ է ամեն ինչում։ Ծառերին էլ այ բախվե։ Այս քարն վերևից է տվե շպրտելա։ Լավ, ինքնագովեստին թարգմանք ու արձանագրենք, որ կասկադիորական ինքնավթարը ողբերգական ավարտ է ունեցել։ Չնայած, որ շտաբօգնությունն ու աշտարակի փրկարարներն էլ են շուտ եկել, սրտացավ մարդիկ էլ են հասել, չեմ ասի, թե ով է եղել ղեկին, նախաքննությունը կպարզի, բայց վթարի հետևանքով 18-ամյա Աշոտը տեղում մահացել է, մյուսներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են աշտարակի հիվանդանոց։ Պարզվեց նաև, որ մահացածն ու վիրավորները մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու, ու քանի որ այս տեսանյութը սկսում եւ ավարտում են երեխաների մասնակցությամբ դեպքերով, ծնողների համար սա պետք է ազդակ լինի, ավելի ուշադիր գտնվեն իրենց անկրկնելիների նկատմամբ, ուշադիր եւ խիստ։ Նշանին էլա բախվե ցուցանակին։ Այսա իրա հետքն է։ Այդ մեն ծնունդի, հա։ Վիրավորներին էլ են դրսում հայտնաբերել։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։